Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի երկուշաբթի եւ ուրախ ենք շատ, որ մեր եթերը շարունակվում է եւ այսօր շաբաթվա առաջին օրը նորից միասին ենք սկիզբը։ Գիտեք կա օրվա սկիզբ, կա շաբաթվա սկիզբ, կա տարվա սկիզբ եւ ընդհանրապես դրանք փաստեր են, որ շատ հաճախ պետք է մտածենք եւ խորհենք ինչպես ենք սկսում մեր սկիզբը եւ Հիսուսը ասեց ես եմ առաջինը եւ վերջինը կամ մի ուրիշ իմաստով ես եմ սկիզբը ես եմ ավարտը եւ նրանով սկսվում է մի նոր սկիզբը շատ կարեւոր է որովհետեւ սկիզբն է որոշում մեր վերջակետի հաջողությունը կամ ոչ այնպես որ եկեք մեր շաբաթվա սկիզբը իրոք սկսենք Աստծո խոսքով այսօր մեր հյուրն է մեզ սիրելի Գառնիկ Աբրահյան եղբայրը նա արդեն ճանաչված եւ սիրված է մեզ մոտ նա այլևս հյուր չի մեզ մոտ այսպես ասեմ հայտարարեմ այլ գործընկեր մեր այս ծառայության գործընկերներից մեկը շատ կարևոր Գառնիկ եղբայր եւ ասում Գառնիկ եղբայրը Արցախի մկրտական եկեղեցու հովիվն է Հայաստանում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այցելելու եւ շատ օրհնված եմ այդ եկեղեցով այնպես որ փառք Տիրոջը շնորհակալություն Գառնիկ եղբայր Ես եմ շնորհակալ եղբայր ջան Փառք Տիրոջը միշտ ամեն անգամ սիրով ընդունում եք իմ հրավերը եւ ինձ համար դա շատ զանգում ես եղբայր ջան Մերսի շատ ես շատ ուրախանում եմ որ դու համաձայնվում ես ուրախությամբ եւ այսօրվա անցնենք միանգամից թեմայի շատ կարևոր թեմա է շատ նաեւ լայն սպեկտր ունի այս թեման վերնագիրը այսպես է Աստված է արդարացնում մեղավորին խնդրեմ Այդ վերնագիրը կամ այդ խոսքը քրիստոնեական աշխարհում եթե ասպես ավելի բարձրն է շաբլոն խոսք է այո ցավոք սրտի շատ շաբլոն խոսք է եւ մի զարմանալի որևէ բան չկա դրա մեջ կարծես թե ասված բայց իմ կարծիքով դա ամենազարմանալի բանն է որ Աստված անում է որովհետեւ մենք շատ ենք լսում որ Աստված մեղավորին արտարացնում է եւ այլն ինքներս ենք շատ կրկնում չեմ ուզում էլ տենց վերնագրի մասին խոսել օրինակ ինչքան ենք լսել ես իմ հասցեին եմ լսել բայց այլոց հասցեներին եմ լսել որ երեկվա գողերը երեկվա հարբեցողները երեկվա ես շատ գիտեմ մեղավորները այս կոմիկում այսօր ու հեգդանկով են ասում այսօր հավատացյալ են տարել քարոզիչ են տարել բաներ են պատմում մեզ կամ բան մոռացել ես անցյալը ինձ հարցրել են իմ ընկերներից ասում են ես դու հեքիաթներ պատմում կամ բան մոռացել ես դու ես ոչ մի բան չեմ մոռացել սիրելի եղբայրներ սիրելի քույրեր դե նա ով ինձ ասում է մոռացել ես նա բոլորը չգիտի թե ավելի ուզում ես չիմացածը տեղ պատմել ես չեմ մոռացել եւ այսպես կարող եմ ասել որ եթե ես Աստծո ադյանի արչև կանգնեմ, Դադաստանի արչև կանգնեմ եւ իմ տադախազս սատանան լինի եւ հենց այդ ձևով ինձ ասի որ ասի այդ դու ես ուզում հավիտենական կյանքը ժառանգել այդ դու ես ուզում Աստծո թակավորության քաղաքացի դառնալ եւ այլն մոռացել ես ու սկսի հիշեցնել ճիշտ այն բոլոր պղծությունները անիրավությունները որոնք եղել են իմ կյանքիս մեջ Եվ իմ պատասխանը հետևյալը պետք է լինի, որ ես չեմ մոռացել եւ ես չեմ ժխտում այդ քո ասածները, որ դա այդպես է։ Բայց ես եմ քեզ մի բան ուզում հիշեցնել, որ դու մոռացել ես, որ իմ Դադաստանը Գողգոթայի խաչի վրա կատարվել է արդեն իմ դադս։ Այն ինչ որ ինձ հասնում էր իմ արածներիս համար, հա? Քրիստոս եկավ եւ ասեց այո ճիշտ է որ Գառնիկը արժանի է այդ ամենին բայց ինձի արեք ինչ որ դի անեք իրան արեք այսինքն իմ Դադաստանս կատարվել է արդեն ես դրան եմ հավատացել եւ դրա համար ես չեմ ժխտում իմ հանցանքներս ես չեմ ժխտում այդ մեղքերը բայց դու էլ մի ժխտիր ինձ ինչ է ուզում ես նույն հանցանքի համար երկու անգամ տատես այդպես չի նույն Դադաստանը կայացել է ես այդ Դադաստանին եմ հավատում որ այդ Դադաստանն է կայացել դրա համար էլ դու ինձ
ես արտարացած եմ համարում, որ Աստված է ինձ արտարացրել եւ ոչ թե ես։ Սա շատ կարևոր վերին աստիճանի կարևոր հարց է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որովհետեւ միտեղ Նարեգացին ասում է ես չեմ կարող պես բառացի հիշել, բայց միտքը ասեմ ինչ է ասում։ Շատ հետաքրքիր բան է ասում։ Ասում է եւ մեղքը անկուշտ, որ անկուշտավարի մարդիկ մեղքը ուդում են։ Եվ զղջումն ասում է նույնպես չափնացած զղջում գոյություն ունի։ Երկուսն էլ վտանգավոր են ասում է։ Չնայած նրանք ասում է կարծես թե տարբեր բաներ են, բայց երկուսն էլ մարդուն տանում են կորստի։ Ես ասում եմ, բա չէ որ Աստծո փափագն է, որ զղջա մեղավոր մարդը իր արածների համար, բայց կա Նարեգացին ասում է, որ կա չափնացած զղջում, երբ դու այլևս չես հավատում, որ դու կարող ես արտանալ։ Այսինքն ինքնադատապարտ այն աստիճան, որ դու այլևս չես հավատում, որ կա արտարացում։ Այսա է չափնացածը, ինչպիսին էր Հուդան։ Հուդան իհտեղ մենք որ շատիր կարդում ենք, տեսնում ենք, որ զղջում կա այնտեղ, բայց ինչից ենք հասկանում, որ նա չէր հավատում, որ իր մեղքի համար կա արտարացում, ինչից ենք հասկանում, որ կախեց իրան։ Եթե հավատար, այդ քայլի չէր գնա։ Դա հենց այդ աբացույցն է այն բանի, որ ինքը չափնացած այդ զղջումը, այսինքն ես ոչ թե քարոզում եմ, թե չզղջակ ձեր մեղքերի համար, բայց կա արտարացում, Աստված է արտարացնում մեղավորին։ Սա կարևոր հարց է։ Այդ տեղը ես ուզում եմ կարդալ, դա Հռոմայեցիներին գրված նամակի մեջ Պողոս առաքյալը իր խորում է այդ մասին, արդ ինչպես ասենք, թե մեր որ համարն է Հռոմայեցիներին 4-րդ գլուխի մեջ է գրած։ Լավ, ստեղից կարդամ, որովհետև գիրքն ինչ է ասում, երրորդ համարից ասում, Աբրահամը հավատաց Աստծուն եւ արտարություն համարվեցավ նրան, բայց նրան որ գործք է անում, ասում է դա վարձք է համարվում եւ այլն, եւ 5-րդ խոսքի վրա է, ասում է, բայց նրան, որ գործք չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արտարացնում է, նրա հավատքը համարվում է արտարություն։ Նա, որ հավատում է, որ մեղավորին Աստված արտարացնում է, նրա հավատքը համարվում է նրան արտարություն։ Գիտեք, օրինակ, ասենք, Քրիստոսին էլ, քննադատում էին, մեղադրում էին, ասում էին, Փարիսեցիները տեսնելով նրա աշակերտներին ասացին. ինչու համար ձեր վարդապետը ուդում է մաքսավորների եւ մեղավորների հետ։ Մատթեոս 9:11։ Մաքսավորների եւ մեղավորների բարեկամ Մատթեոս 11:19։ Երբ Զաքեվոսի տունը մտավ, բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում. մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու։ Ղուկաս 19:7։ Փարիսեցի Սիմոնը այն մեղավոր կնոջ համար մեղադրեց Հիսուսին։ Հիշում եք այդ տեղը, որ Փարիսեցի Սիմոնը ճաշի էր հրավիրել Տիրոջը եւ այնտեղ կար մի մեղավոր կին, որ նրա ոտքերի մոտ լալիս էր, իր դասուկներով սրբում էր նրա ոտքերը, համբուրում էր եւ իր վարսերով եւ այլն։ Եվ ինչ էր մտածում այս Փարիսեցին, ինչ էր ասում։ Ասում էր, սա ոչ էլ մարգարե է։ Եթե ինքը մարգարե լիներ, ինքը գիտենար, թե ինչպիսի կին է իրան մոտեցողը, այսինքն թույլ չէր մարգարեի տեղ չդրեց անգամ Հիսուս։ Եվ Տերը կինենալով սիրտ քննող Աստված ասեց Սիմոն, նախ առաջին հերթին ցույց տվեց, որ դու որ այդքան մեծ կարծիք ունես քո մասին, որպես կրոնավոր մեկը, այսինքն ես նույնիսկ ինձ համար հետաքրքիր է, թե այդ կինը ոնց էր հասել Փարիսեցի Սիմոնի տուն, որովհետև նրանք 100 կիլոմետր, որ երևի ռադիուսով նման մարդկանցից հեռու էին պահում իրանց վեր էին պահում մեղավորներից եւ այլն։ Բայց Տերը առաջին բանը, որ նրան ցույց տվեց, որ դու այդքան որ մեծ կարծիք ունես քո մասին։ Ու հասարակ բան ասեց, ասում է ես եկա քեզ ձեր տուն։ Դու մի աման ջուր չտվեցիր, որ ես ոտքերս տվայի։ Համեմատում է, քեզ դրա հետ ես համեմատում, Իսկ նա ասում է չի դատարում արդասուքներով իմ ոտքերս տվալ։ Դու մի համբյուր չտվեցիր ինձ, ասում է, ես որ եկա ձեր տուն, նա չի դատարում ոտքերս համբուրելուց։
Շատ ժամանակ մենք էլ սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, գիտես, այդ փարիսիական հոգին ես չեմ ուզում ուրիշներին ասել, իմ մեջ ես գտնում եմ շատ անգամ, որ ինձ թվում է, որ ես ավելի լավն եմ, քան եմ մեղավորը, նայելով գործերիդ, հա։ Ես ինչ գիտեմ, ինչի նայելով, երևի թե։ Դե, հա, հրյա է եւ օրենքը պահով։ Մենք պետք է գիտենանք սիրելիներ, այո, արտարացրել է մեզ Աստված, երբ մենք զղջացել ենք, որևէ ես լումա չունեմ իմ արտարացման մեջ։ Ինչի արտարացրել, որովհետեւ ես այս եւ այս լավ բնավորության գծերը ունեմ։ Այդ պատճառով չէ իմ արտարությունս։ Եթե ես արտարացվել եմ Տիրոջ կողմից միայն նրա համար, որ նա ողորմած Աստված է։ Ուրիշ պատասխան չկա դրան։ Շատերն են սկսում քննել, շատերն են սկսում մտնել, բա ոնց որ սրան, բայց ոչ նրան։ Եվ ոնց ասեց, ես Հակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի։ Դեռ չծնված, դեռ չեղած։ Որը որ, գիտեք, չի կարելի այս հարցերի մեջ չափն անցած խորանալ։ Նախ կխջջվես, նախ ինչ որ բաներ հասկանում ենք, ինչ որ բաներ, պատկերացումներ ունենք եւ այլն։ Եվ սա ապացույցներից մեկն է այն բանի, որ Հակոբին ինձ շատ է դուր գալիս Սպերժյանի պատասխանը այդ հարցին, որովհետև դրա վրա այդ գիտություններ կան, դու գիտես, չէ, նախախնամության ու ես դեսպաներից վախենում եմ, դեսպաներից ոչ մի բան չեմ հասկանում, պատճառ չեմ հասկանում ես, եւ ոչ էլ ինձ էլ չի կարելի այդ թեմաներով խոսել, որովհետև ես դմբոյի մեկն եմ, չեմ կարող այդ տեսակարգերի մասին խոսել, բայց ինձ շատ է դուր գալիս Սպերժյանի պատասխանը, ասում է հարց են տալիս, չեմ արդի, բայց այդ ո՞նց է, որ Հակոբին սիրեց, Եսավին ատեց, հա, ո՞նց է։ Ասում է Հակոբին սիրեց, որովհետև Աստված սեր է, սիրող Աստված է, բայց Եսավին ինչի ատեց, որովհետև արտար Աստված է։ Բայց չէ որ, չեմ արդիկ ասեմ, բայց չէ որ եթե արտարությամբ մոտեցավ Եսավին, ապա ինչի արտարությամբ չմոտեցավ, Հակոբն էլ լիքը սուտ խոսած, էս արեց, այն արեց եւ այլն, սիրելիներ, եկեք չքննենք Աստծո էությունը, եկեք թողնենք հանգիստ այս ամենը, հա, այլ խոսենք այն մասին, այն մեծ հրաշքի մասին, որ Աստված անում է մեզ մեղավորներիս։ Այս սա է ամենամեծ հրաշքը եւ ամենապիտանի բանը յուրաքանչյուր մարդու համար, որը սկսում է հավատալ այս լուրին, հա։ Մենք ասում ենք ավետարան, ինչ է նշանակում, բարի լուր է նշանակում, ո՞րն է այդ բարի լուրը։ Աստված է արտարացնում մեղավորին։ Ուրիշ սա է ամենակախավոր լուրը, սիրելիներ, եւ հրճվենք եւ այսպես ուրախանանք այդ լուրով, այդ հավատքով, հա, որ մեր բոլոր մեղքերով, ինչ գիտեք, այստեղ մենք արտարանում ենք, այստեղ մեղք ենք գործում, այստեղ արտարանում ենք, այդտեղ մեղք ենք գործում, եւ ինչքան է լավ սիրելիներ, որ մենք այդ հավատքը ունենք։ Այս բոլոր մեղադրանքներին, որ ես նոր քիչ առաջ կարտացի, Զաքեվոսի տունը մտավ, Փարիսեցի Սիմոնեից, Կոմեն եւ այլն, այս բոլոր մեղադրանքներին Տերը մեկ պատասխան տվեց. ես չեմ եկել արտարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Այս պատասխանը տվեց, ես մեղավոր, ես հիշում եմ, որ մենք Ղարաբաղում Մարաղագյուղ կար եւ այդ գյուղում խմբագուն էինք, ամեն կիրակի ցերեկը այցելում էինք այնտեղ, մի հատ գեղեցիկ լավ ծառ կար, մեր պաշտամունքի տեղը տեղ էր, ծառի տակը, այնքան լավ տեղ էր։ Եվ որ նոր էինք սկսել այդ գյուղը այցելել, դե հոգևոր անկրագետներ են եղել, բոլորս մեզ նմաններով լիքն են մեր շուրջը, այդպիսի մարդիկ, եւ մի կին կար, որ ըստ իր հասկացած այն էր, որ մենք հավատացյալներս ընկել ենք գյուղերում, արդար մարդիկ ենք ման գալիս, որ միացնենք մեր խմբին, էլի, հասկացար մոտարապես, ու ինքն էլ երևի ցանկություն ուներ միանալու մեր խմբին, եւ որ պաշտամունքը վերջացավ, ինձ ասում է, կարելի է ձեզ այդ մի քիչ զրուցենք, ասում եմ, խնդրեմ, ասում է, ես այս գյուղի եղբայր ջան, ամենաազնիվ, ամենապարոյական, ամենամաքուր, ամենաայն կինն եմ, այսինքն ինձ էլ վերցրեք ձեր խումբը, էլի, ասում եմ քույրիկ ջան, եթե իրոք դու այդպեսին ես, դու չես կարող մեր ընկերել լինել, որտեղ մենք բոլորս դրա բոլոր հակառակն ենք ասում եմ, մենք բոլորս մեղավոր կեղտոտ մարդիկ ենք ասում եմ, եթե դու այդպեսին ես, մեզ հետ ինչ գործ ունես քույրիկ ջան, Տերը ասեց, որ ես չեկա
աշտարների համար ես եկա հիվանդները կարիք ունեն, հա, ուրիշները բժշկության եւ այլն։ Օրինակ տեսեք, ես այսպեսի հետաքրքիր մի հատ միտք ասեմ, ամեն դեպքում ինձ համար շատ հետաքրքիր։ Օրինակ դες երկրի վրա այստեղ դատարաններ կան եւ դատարաններում կան դատապաշտպաններ։ Այսինքն դատվողին պաշտպանող մարդիկ, որոնք սիրելի եղբայրներ քույրեր, շատ նուրբ հարցը։ Դատապաշտպանի գործը այն չէ, որ մեղավորին արտարացնի, նա չի կարող մեղավորին արտարացնել։ Դատապաշտպանը փորձում է ապացուցել, որ մեղք չի գործել այս մարդը։ Սրանք տարբեր երևույթներ են, շատ հետաքրքիր է սա։ Լավ դատապաշտպան է համարվում այն մարդը, որը կարողանում է ապացուցել, որ տրվյալ անձնավորությունը, ինչի համար որ նրան ուզում են դատել, նա չի կատարել այդ հանցագործությունը, կամ մասամբ է, կամ սենց է, կամ սխալ հոդված է դրել վրան, որովհետև այսինքն նա փորձում է հերքել նրա կատարած մեղավոր գործը եւ այլն։ Սա է։ Բայց Աստված, սիրելի եղբայրներ քույրեր, ընդունում է, որ մենք մեղավոր ենք։ Աստված չի փորձում մեր մեղքերը հերքել կամ ասել, որ չէ, այս մարդը մեղավոր չէ, չէ։ Այդպես չէ, այլ նա է արտարացնում մեղավորին։ Սա է հրաշքը, ամենամեծ հրաշքը։ Այսինքն Աստված ասում է, այո, դա ճիշտ է։ Դատապաշտպանը պես չի ասում, դատապաշտպանը հերկում է դատախազի ասածը, դատախազը մեղադրում է, ասում է այս բաներն արել, ինքը փորձում է հերկել, հիմնավորել իր հերկումը, որ ինքը ոչ, այդպես չի արել, այսպես է կամ այնպես է։ Այսա է ամենամեծ հրաշքը, սիրելի եղբայրներ քույրեր, որ Տերը կատարել եւ շարունակում է կատարել մեղավոր մեր բոլորիս հետ։ Մեզ արտարացնում է, նա արտարացնում է մեղավորին, նա պնդում է, նա ինքն է ասում, որ մենք մեղավոր ենք, բայց կարողանում է մեզ արտարացնել մեր Տիրոջ թափած սուրբ արյունով, սիրելիներ։ Մենք գիտենք, որ արտար չկա, մեկն էլ չկա, եւ մենք էլ սիրելիներ շատ ենք սիրում, մենք քրիստոնյա ենք մեզ համարում կամ հայտարարում։ Բայց եկեք ցույց նստենք, շիտակ խոսենք, որ վայ որ հանգարց մեկը մեզ մի փոքր հարցով ինչ որ մեղադրի այսօր։ Այն ոնց ենք մենք արտարանում։ Այն ոնց է, չէ, այդպես չի, այսպես չի, այնպես չի։ Մեկ օրինակել եմ ուզում Սպերժենից ասել, որ ասում է, որ երբ որ քո մասին վատն են խոսում, պետք չէ վշտանալ, որովհետև դու ավելի վատն ես։ Շատ դուր գալիս։ Երբ որ իմ մասին վատ բան են խոսում, նույնիսկ եթե չի համապատասխանում տվյալ պատմությունը, ասենք ինչ որտեղ, հա։ Ես էլ չեմ մոռանում, որ մի անգամ Ղարաբաղում ապրած ժամանակ ինձ ոստիգանը սխալ ակտ էր գրել։ Բանի ես մեքենայով անցնում էի եւ ինքը ասեց, որ դու այս սխալն ես արել, հիմա մանրամասն չեմ ուզում պատմել, դա քիչ չի էդի, հա։ Բայց ես իրոք սխալ չէի։ Եվ ես ասում եմ, չէ, այդպես չի, որովհետև այսպես պետք է լինի։ Ինքը ասեց, հեքիաթ մի պատմի, ու բան արեց, ակտ գրեց։ Ես շատ էի վրդովվել, շատ վրդովել էի, որովհետև 100%-ով ճիշտ էի ես։ Ես ասեցի, չեմ ստորագրի, ասեց, չես ստորագրի, մեկ հատ ուժողը դու ես։ Հապանը հասավ նրան, որ գնացի գայի ես։ Հասա մինչև գայի պետի մոտ։ Բացատրեցի ես, ասում եմ այսպես է, ու ճիշտ գիրքն եմ բերել, ասում եմ տեսեք սենց է, ինքը ինձ իսպես է գրել եւ այլն։ Դու գիտես որ ասենք մեր մոտ ոնց է ասում են, այդ ակտը գրած է արդեն, պիտի մուծես էլի, դες բաներ են ասում, չէ, բայց ուժեղ վարես ազդում էր էլի, որ այդպես ոնց կարելի էլի մարդուն վերցնել, ուղղակի 4 տեղ էլի, ասենք խոսքի, ճիշտը սխալ համարել եւ դուգանել եւ այլն։ Համարյա թե մի 4 օր ես գնացի եկա, բանս վարորդական իրավունքից վերցրել են, չեն տալիս։ Գնացի եկա, դեռ ոստիկաններս աղ արդեն ճանաչում են արդեն, էլի հերթական անգամ գնացել եմ, կանգնել եմ, որ ապացուցեմ նորից, որ ես ճիշտ եմ։ Մի իմ հասակին մի հատ մարդ կար ոստիկան բան էր, փոխգնդապետ,
Դեռ կան արդեն դեպքով ինձ ճանաչում են ու գիտի ինչ հարցով եմ ես բան եմ ապացուցում էլի ես այնտեղ որ ես ճիշտ եմ ասեց եղբայր ջան կարելի է քեզ մի հարց տամ ասի դուր ասեց հետ չի եղել որ դու սխալ գործես մի ոստիկանները չտեսնեն հետ եղել ես ասեց դες բան որ դու մի սխալ տեղով անցնես մի սխալ գործես էլի այդպես հնարավոր է որ եղած չլինի ասեմ ո՞նց չէ եղած կլինի էլի ասես տեսար չէ ասես տնաշեն համարյոր այդ մեկն էլ ասես ինչ ես ասես սա ոստիկանություն կլող տեսանցել առավոտից իրգուն գալիս ես թևերի դες տալիս դե ես ճիշտ եմ ասի այդ խոսքի դամար դի կնամ ուզեմ եղբայր ջան ճիշտ ես ասում ու մի հատ ուրիշ բան ասեց դե փոքր տեղաններ էլի Ստեփանակերտը իրար ճանաչում ասում քո մեքենան էս մեքենան չի ասում եմ հա ասում եմ այն օրը էս ինչ օր էս ինչ ժամին էս ինչ տեղը դու կանգնած չէիր քո մեքենան կանգնած չէր ասում եմ հա ճիշտ է ժամին տեղ կանգնածի բայց տեղ կարելի է կանգնել ինձ ասում եմ ես անցա տեսա քո մեքենան կանգնած է ուղղակի ասի մարդը մտել է երևի բան մուծելու տեղ մտնում են բաներ են մուծում էլի բանկը ինչ է եւ այլն ասի ոչինչ դեռ շատ կանգնում են բան են մուծում բայց սխալ է սխալ տեղ ասում քո մեքենան ասում եմ ինչ ես տնաշեն առավոտից երկուն եկել ես տեղ հա սխալ է իրոք սիրելիներ գիտեք շատ անգամ լինում է որ մեզ ինչ որ մի հարցով, ինչ որ մի բանում մեղադրում են թե սա այսպես է կամ այնպես է, ու ենթադրեն դա իրականությանը չի համապատասխանում, այդպես լինում է, բայց չմոռանանք որ սիրելիներ մենք դրանից ավելի մեծ մեղքեր ենք գործում մեր կյանքում։ Գարմիկ եղբայր Հիսուսը հիշեցի այս խոսքը որ ասեց, երբ որ աչայթիդ խփում են, մյուսն դենտուր իր հոգևոր խորհուրդ ունի, սա ուղղակի բառից բուն իմաստով միայն պետք չի հասկանալ ֆիզիկական առումով Գիտես, սենց խոսք ունենք, ասում ենք իմ սխալը երեսովս տվեց, սա էլ է ապտակ և Հիսուսը նաև այս խորհուրդով ասա ասում, այսինքն, երբ որ քո սխալ երեսով են տալի, են էլ ասա, որ այսինքն գոնե ընդունի որ դու ավելի վատն ես ինքը դել հաստատիր տարեկացին էլ ասում է եթե ինձ մեղադրեն այս հարցերով ես ինքս եմ հաստատում որ ավելին եմ առավել ևս Տիրոջ առաջ այո առավել ևս սիրելիներ Տիրոջ առաջ այսինքն արդարացումը Աստծո երբ որ նա արդարացնում դա միակողմանի չի դա երկկողմանի փոխհարաբերությունը եթե դատապարտենք ինքներս մեզ ապա Աստծո կողմից չենք դատապարտվի այդպես է գրված եթե մենք ենք մեզ դատում Կորինթացիների 11-րդ գլխի մեջ ամեն անգամ բանի ժամանակ կարդում ենք հաղորդության ժամանակ մենք կարդում ենք եթե մենք մեզ դատենք այսինքն ինքն է արդարացնում ինքն է դատապարտում եթե դու ինքն արդարացնում ես այսինքն դու ինքդ ես փորձում քեզ արդարացնել Աստված քեզ չի արդարացնում Որտեղ մեր այսօրվա վերնագիրը Աստված է մարդուն արտարացնում։ Արի մի հատ սենց հերթականություն կազմակերպենք, եթե կարելի է քո խոսքերից հիմքի վրա։ Փաստորեն ինչ է կատարում։ Աստված ինքը իր բնությամբ է ողորմած։ Եվ այդ ողորմությունը տարածվում է բոլորի վրա, աշխարհի ամեն մարդու վրա։ Բայց խնդիրը սա է, մարդու տեսակ կա, որ դա բացահայտում է իր կյանքում։ Այո։ Մարդ կա, որ չի բացահայտում։ Չի էլ պատկերացնում, չի էլ հավատում։ Այսինքն բացահայտել Աստծո արդարությունը, արդարացման process-ը մեր կյանքի մեջ դա լուրջ մեզ համար, ոնց ասեմ, փրկություն է, ասենց ասեմ։ Ես հասկացա, որ ես արդարացված եմ եւ դրա արժեքն է բարձրանում մեր կյանքում, որի արդյունքում Տերը շարունակում է մեզ արդարացնել։ Այսինքն բացահայտում ենք Աստծո արդարացումը մեր կյանքում, որ մեզ արդարացնող Աստված է, ու մենք դա պահում ենք մեր մեջ ճրագի պես։ Դու շատ լավ բան ասիր, ասում ես դա լեքսիկոն է դարձել բայց դրա շաբլոն բան է դրա ուժը, դրա զորությունը ամենամեծ հրաշքն է աշխարհի։ Այսինքն, երբ որ մարդը կորցնում է իր արդարացված լինելու, ուրեմն հույսը, նա կորցնում է ամեն ինչ։ Ամեն ինչ։ Հոգին է կորցնում։ Հուդան օրինակ է։ Հուդան, հա։ Հուդան այդպես չեղավ, որովհետև մեղք էր գործել արժաններ, այդ իսկով մեղք չի գործել։
Արդար չկա, մեկն էլ չկա։ Աբա ինչու, որովհետև չհավատաց, որ Աստված արտարացնում է մեղավոր։ Շատ կարևոր բան է։ Իսկ որտեղից ես գիտեմ, որ չհավատաց, կատեցինք իրան։ Հա։ Հավատացողը չէր կախի իրան։ Եթե հույս ունի, որ ինքը արտարանալու է, չի կախի իրան։ Եկեղեցու հայրերից մեկը ասում է Աստված, դու ասեցիր Աստված իր բնությամբ ողորմած է։ Եվ երեք ես քո քարոզն էի լսում, քեզ ասեցի, որ եթե Տերը կամենա, այդպես էր վերնագիրը, եւ դու այնտեղ այսպեսի միտք ես ասում, որ այս աշխարհը ամբողջ երկրակունդը հիվանդ է։ Այսպեսի միտք ես ասում, դեռ երսասուբ ճշմարտություն է, հազիվ աշնչում։ Արդեն սիրտը կայնում է այս աշխարհի։ Ինչով է հիվանդ, մեղքով է հիվանդ։ Եկեղեցու հայրերից մեկը ասում է, որ Աստված ողորմած էր նույնիսկ փարավոնի նկատմամբ, որ Կարմիր ծովի ջրերում խեղդվեց իր զորքի հետ, երբ որ մեկը կասի ոնց էր ողորմած այդքան պատիժները, որ 10 պատիժներ տվեց, հա, տարբեր տեսակի ամբողջ երկրին եւ վերջում էլ Կարմիր ծովի ջրերի մեջ ինքն ու իր զորքը խորտակվեցին եւ ասում է Աստծո ողորմությունը փարավոնի կյանքում երևում է նրանից, որ Տերը վերջին պատիժը առաջինը չարեց։ Այսինքն մի անգամից չխեղդեց Կարմիր ծովի ջրերի մեջ, այլ տարբեր տեսակի, հա, այսպես ոնց ասեմ, հիշեցումներ տվեց, որ այսպես կարող է լինի, խրատներ տվեց, միթե այդպես չէ մեր կյանքի մեջ, միթե այդպես չի մեր կյանքի մեջ, որ մենք չենք հասկանում, հա, այս ապադահում մեր, այն ապադահում մեր կյանքի մեջ, և մենք չենք հասկանում, և վերջում, որ Տերը վերջնականապես արդեն տեսնում է, որ այս մարդը արտարանալու ընդհանրապես հավատք չունի։ Այս մարդը միայն մտածում է, թե իր ուժերով է ուզում արտարանալ, յուրաքանչյուր մարդ, ով ուզում է իր ուժերով արտարանալ և փորձում է կհասնի Հուդայի ճակատագրին։ Հոբը իր կնոջ ասում է, դու անզգամ ես, անզգամությունը ինչ է, եթե ոչ չնկատել Աստծո խրատներն ու հրաշքներ իր կյանքում։ Այո, այդպիսի դեպքերում շատ դժվար է, որ հավատաս, որ ողորմած է Աստված, հոբի իրավիճակի մեջ, եւ ճիջուներն էլ իրան են ու դու արդեն կորցրած, բայց ես գիտեմ ասեց, որ իմ փրկիչս կենտանի է։ Դու ինչ ուզում եք ասեք, դու պատկերացրա եղբայր ջան, որ հոբի օրինակն ես բերում, շատ լավ օրինակ ես բերում, եղբայր ջան։ Դու պատկերացրա, երբ որ մենք նեղն ենք ընկնում, երբ որ մենք դժվարությունների մեջ ենք, այս մարդկային մխիթարությունը, այդ իր անգերները, որ եկել էին, կներեք էլի, ես ուրիշ բառ չգիտեմ, էլի կոպիտ բառ ասեմ, շան լապ են լցնում մարդու գլխին, հա, յանի միտոմ իր դարդը իրան քիչ է, միտոմ իր իրավիճակը քիչ է, դու որ սեն չաներիր, սեն չեր դիվի, դու որ սեն չաներին են չեր դիվի։ Ցավոք սրտի մենք էլ ենք ասում, ոչ մի մխիթարություն, դա աշխարհի մեջ այդպես է, եղբայր ջան, բայց տեսեք էլի, պատահական չէ, որ այդ մարդու անունը շոշափվում է մինչև այսօր աշխարհի մեջ հոբի անունը, հա, բայց ինչ ասեց ինքը, ասեց, բայց ես գիտեմ։ Այդ գիտեմ ինչ լավն է, չէ՞։ Հա, դու երևա քարոզի մեջ ես այդ խոսքը շեշտում ես, հա, գիտեմ։ Ես նույնիսկ ես այսպես ուզում եմ այդ խոսքը, գիտեմ խոսքը մի քիչ ուրիշ տեսակ ասել, հա։ Գիտեք, գիտենալ Աստծո մասին, հոբի ասած գիտեմը ճանաչելու մասին էր, հա, բայց ես գիտեմ, որ իմ փրկիչս կենտա։ Դուք ինչ ուզում եք ասեք, ճիջուները ելել են, ճիշտ է, ուդում են ինձ, երեխեքս մահացել են, թորներս մահացել են, փեսաներս, հարստերս մահացել են, տներս կորցրել եմ, ունեցվածքս կորցրել եմ, ճիջուները ինձ ուդում են, հեսա մեռնում եմ ես, բայց ես գիտեմ, որ իմ փրկիչս կենտա է։ Այս սրա համար այսպիսի մարդու անունը գրված է, որ ինձ եւ քեզ օրինակ լինի, բայց ես գիտեմ, որ ես արտարացած եմ, այդպես ասենք, հա, ոչ թե արտար եմ, այլ Աստված արտարացնում է ինձ։ Այո, Պողոս ասում է, գիտեմ ում եմ հավատացել։ Գիտեմ ում եմ հավատացել, ճանաչում եմ ում եմ հավատացել։ Կորինթացիների առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 34-րդ խոսքը ռուսերեն ասում է,
ասում է «Отрезвитесь, не грешите», արդուն կացեք եւ մեղք մի գործեք, որովհետեւ ձեր ամոթի համար եմ ասում, ռուսերենի մեջ է թարգմանում, ձեզանից շատերը Աստծուն չեն ճանաչում։ Հավատացյալներին ասում։ Այդ գիտեմը դուր ասում ես, հա։ Ոչ թե ասում է Աստծո մասին չգիտեն։ Ասո մասին գիտենալը եւ ասում գիտենալը բոլորովին տարբեր բաներ են 100%։ Ես դրա համար այդ գիտենալու փոխարեն ճանաչել բառն եմ ասում, հա, ճանաչել եւ գիտենալ նրա մասին տարբեր բաներ են։ Ես գիտեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտի անունը Դոնալդ Տրամփ է։ Գիտեմ, որ ինքը մեծահարուստ Մեգան է։ Գիտեմ, որ նրա կնոջ անունը այսպես է։ Գիտեմ, որ նա եղել է եւս մեկ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների բավականին բան գիտեմ իր մասին։ Բացարձակ չեմ ճանաչում ես այդ մարդուն։ Իր մասին բան գիտեմ։ Ինչքան մենք հավատացյալներս, ինչքան բան կարող ենք գիտենալ Ավետարանից Հիսուսի մասին, Տիրոջ մասին, հա, եւ պատմել, գիտենալ, եթե մի քիչ էլ ճոխ լեզու ունենք, մի քիչ էլ ճարտար ենք, մի քիչ էլ շուստրի ենք, ինչպես ժողովուրդն է ասում եւ այլն, մազմանանեխից կհանենք, ոնց կպատմենք, ոնց կձերքերով ու ոտքերով եւ այլն, բայց կգա մի պակյանքում, որ հասարակ մի բանի մեջ մենք կտեսնենք, որ մենք չենք ճանաչում նրան, չգիտենք նրան։ Պողոս Արաքյալի մասին ուզում եմ մի բան ասել, մի հարց եմ ուզում ինձ տալ եւ մեզ բոլորիս, հնարավոր է արդյոք, որ ինչ-որ մեկը, որն իր ամբողջ կյանքում փորձել է վարկաբեկել, քանդել, չգիտեմ, էլ ոնց ասեմ, հա, ինչ-որ մի կառույց, ինչ-որ մի երկիր, ինչ-որ մի պետական կառույց եւ այլն եւ հանկարծ այդպիսի մեկին վերցնեն տնեն այդ ինչն որ ինքը քանդել ամբողջ կյանքում կառույցի գլխավոր մարդկանցից մեկը հնարավոր է որ օրինակի համար ասենք մեր հերոսներից մեկը Մոնտե Մելկոնյանին ադրբեջանցիները տնեին իրանց պաշտպանության նախարար տնեին ծիծաղելի բան է չէ այդպես լինում է ոչ Այդպես չի լինում։ Այս ուզում եմ կարդալ Պողոսի դարձիկալու գլխից շատ կարճ մի երկու համարներ եմ ուզում կարդալ։ Սպես է գրված Պողոսի մասին։ Որտեղ 9-րդ գլուխ Տեկորս Կարակելոց։ Բայց Սողոսը դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վրա ուշադրություն դարձրեք մահ շնչելով Տիրոջ աշակերտների վրա քահանայապետի մոտ եկավ Եվ նրանից թղթեր խնդրեց Դամասկոս ժողովրանի վրա, որ եթե մեկին գտնե այն ճանապարհին հետևող մարդիկ կամ կանայք նրանց կաբաց բերե Երուսաղեմ։ Եվ այս մարդը բոլորս գիտենք, որ թույլատրություն վերցրեց, ոնց որ հիմա ասում են դադախազից սանկցիա վերցրեց, թույլատրություն վերցրեց քահանայից եւ գնաց Դամասկ, գնում էր Դամասկոս, չգնաց, չհասավ Դամասկոս, գնում էր Դամասկոս, որբիսի կոդոր է, որբիսի բոլոր քրիստոնյաներին կաբաց բերի Երուսաղեմ եւ այլն։ Բոլորս գիտենք նաեւ, որ Ստեփանոսի մավանը նա կամակից էր, ասում է իրենց հանդերձները դնում են մեկի ոտքերի, մի երիտասարդի ոտքերի մոտ, որի անունը Սողոս էր։ Ինքը մասնագիծ էր այդ գործին եւ այլն։ Եվ բոլորս գիտենք, չեմ ուզում կարդալ, ես գիտեմ, որ դուք գիտեք ինչ տեղի ունեցավ ճանապարհին, երբ Քրիստոս իր ամբողջ լուսավորությամբ վարվեց նրա առաջին, հա, եւ ինքը զարմացավ, ապշեց, աչքերը կուրացավ, ընկավ գեդին, ասեց ով ես դու Տեր, ասեց ես Հիսուսն եմ, չես կարող խտանին գցի տալ եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ գրված է, որ մի Անանիա անունով աշակերտ կար, 13-14-րդ խոսքերը ուզում եմ կարդալ սիրելիներ։ Անանիան էլ պատասխանեց Տեր, Անանիային ուղարկում է Տերը, հա չկարտամ էլի իմ խոսքերով ասեմ, ասեց կգնաս այսինչ տեղը, նա հիմա աղոթք է անում, այսինչ մարդը Պողոսի համար, ուղարկեց մի աշակերտի, որպեսզի գա Պողոսի մոտ իր հավատալուց իր Աստծու հետ ծանոթանալուց հետո։ Անանիան էլ պատասխանեց Տեր, ես այն մարդու համար շատերից լսեցի, թե որչափ չարի կարավ քո սուրբերին Երուսաղեմումը Եվ այստեղ էլ քահանապետներից են իշխանություն ունի, որ այն ամենքին կապ է, որ քո անունը կանչում է։ Տերն էլ ասեց նրան գնա, որովհետև նա ինձ համար
ընդրված անոթ է, որի անունը տան է հետանոսների, թագավորների, Իսրայելի որդիկանց առաջին եւ այլն։ Սիրելիներ, սա է ամենազորավոր հրաշքը, այսպիսի հրաշք չկա, այս մարդը դարձավ, ինչպես որ ես սկզբից օրինակ բերեցի, դե հնարավոր է արդյոք նման մեկին, որը ամբողջ իր կյանքի նպատակն է դարձրել տվյալ հաստատությունը կոդորել, տվյալ հաստատությունը ջարդել, փշրել, վերացնել աշխարհից, նման մեկին տնել նրա ղեկավար, վերցնել եւ կարգել նրան առաջնորդ։ Ով կարող է այդպիսի բան անել աշխարհի տակ։ Միայն Աստված, սիրելիներ։ Ամեն։ Աստված է արտարացնում մեղավորին, եւ որ ասում ենք Աստված արտարացնում է մեղավորին, դա ամենը մի սպրավկա չի, տեղեկանք չի տալիս, թե մարդը արտարացած է, չէ, այսպես է արտարացնում, սիրելիներ։ Ամեն։ Այսպես է արտարացնում, որ նրան կարկում է, հա, ում է կարկում, Պողոսին։ Ամեն։ Որ ինք իր բերանով ասում է, ինքն է ասում, ես իրավունք չունեմ առաքյալ կոչվելու, ինչու, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի, ասում է, բայց ով տվեց այդ իրավունքը, ինքը գիտի, որ ինքը իրավունք չունի, ինքը իր էությամբ չունի այդ իրավունքը, Աստված է արտարացնում եղավ, այսպես է արտարացնում, այս տեսակը արտարացնում Աստվածը։ Դրա համար սիրելիներ, ինչպես որ Աբրահամ եղբայրը հիշեցրեց այդ տեղը Պողոսը, որ ասում է, գիտեմ թե ում եմ հավատացել, ես գիտեմ արդյոք, դու գիտես քուր ջան, եղբայր ջան, թե դու ում ես հավատացել, թե նա ինչ կարող է անել քո կյանքի մեջ, այդ անարժանությունը, գիտեք, այն որ մենք անարժան ենք, դա սուրբ ճշմարտություն է, ես անարժան եմ, բոլորս անարժան ենք, արտար չկա, մեկն էլ չկա, բայց գիտենք արդյոք ում ենք հավատացել, որ ինքը մեզ կարող է արժանի դարձնել։ Հաղորդության ժամանակ, երբ որ կարդում ենք նորից 11-րդ գլխի մեջ, ասում է, անարժանությամբ մոտեցողը իր անձի համար դատաստան է անում։ Այդպես չի ասում, այսինքն հաղորդությանը անարժանությամբ չմոտենաս։ Հիմա։ Իսկ ինչ է հաղորդությունը։ Մենք վերցնում ենք հացը, վերցնում ենք գինին, որը Տիրոջ մարմնի եւ արյան խորհուրդն է, եւ մենք կտրում ենք այդ մարմնից այդ հացը, այդ արյան կատիները լցնում ենք մեր մեջ, որով ցույց ենք տալիս, որ մենք Տիրոջ հետ մեկ ենք, դա է եկեղեցին, Տիրոջ մարմինն է եկեղեցին, հա, մենք մեկ ենք նրա հետ։ Այդ ով է աշխարհի մեջ այն մարդը, որ արժանի է Տիրոջ հետ մեկ լինելու։ Ինքն իրանով։ Կա այդպիսի արժանիք մարդ։ Ոչ մեկ։ Որ բան չի դերը ասում անարժանությամբ չմոտենալ, չէ որ բոլորն էլ անարժան են, ինչպես։ Բա ինչն է մեզ արժանի դարձնում մոտենալու։ Երբ որ մենք ճանաչում ենք մեր անարժանությունը, դա մեզ արժանի է դարձնում, որ մենք մոտենանք այդ հաղորդության։ Եվ Աստծո արդարությունը։ Այո։ Ով ճանաչում է, որ ինքը անարժան է, ոչ թե լեզվով է ասում։ Լեզվով բոլորն են ասում, Տեր ջան, ես հողու մոխիր եմ քո առջև, հələ մոտեցիր, տես ինչ հողու մոխիր, լցվի աշկերտ կկորնաս, այդ տեսակ հողու մոխիրը։ Չէ, այո, երբ որ մենք սիրելի եղբայրներ, քույրեր, իրոք սրտի խորը թակուն անկյունում հասկանում ենք, որ մենք անարժան ենք։ Այդ հոգու իրավիճակը մեզ արժանի է դարձնում։ Գարնիկ եղբայր, մի փոքրիկ դիտարկում այս թեմայի շուրջ շատ կարևոր տեղ բերեցի եւ նայ շատ անգամ երբ որ մենք ասում ենք անարժան են, ես գիտես ինչա կատարվում, մեզ թվում է թե մենք Աստծո միայն Աստծո առջև ենք անարժան, բայց արի ուտես որ մենք իրար առջև ենք անարժան։ Մենք անարժան ենք ու վերջ, այո, անարժան։ Չէ, սա շատ կարևոր է, այո, ես հասկանում եմ, որովհետեւ հաղորդությունը, այս փորձառությունը եղել է, դրա համար այս երևույթը կա։ Հաղորդությունը ընդունում ենք, ասում ենք անարժան եմ, հավատում ենք, որ Տերը մեզ շարունակ արդարացրեց, մեր զղջում ապաշխարումի միջոցով, բայց մենք իրար հետ խնդիր ունենք, եւ այդ խնդիրը չի լուծվել, սուտ է այդ տեսակ անարժանություն։ Մենք նույն ավտոբուսով գնում ենք հաղորդության ու իրար հետ չենք խոսում։ Սուտ է։ Հասկացա՞ր։ Սարկածա։ Իրար հետ չենք խոսում, այո։ Ու հետ են գալի էլի իրար հետ չենք խոսում։ Ոնց կարա եղբորը սիրել եւ Աստծուն սիրել, նույն
փաթեթի մեջ է, չես կարող Դերը հանես։ դեն սովորեցրեց։ Նա ուրիշ տեսած երբ որ ասեց չի սիրում, ո՞նց կարող է չտեսած ասում սիրի։ Այսինքն հաղորդությունը դի հարց լուծի։ Անարժան բառը հենց սա է։ Այո, ես անարժան եմ, բայց հավատն ունեմ, որ Աստված արտարացնում է մեղավորին։ Աստված անարժանին արժանավոր է դարձնում։ Հիմա լավ, այս խոսքիդ հաջորդ էտապը ինչն է։ Եթե ես հավատում եմ, որ Աստված ինձ արդարացրեց, ուրեմն ես պարտադիր պետք է արդարացնեմ իմ եղբորը։ Ամեն, որովհետև Եթե չկա սա, Աստծո դուրը չի գալ եւ Աստված չի ընդունում այդ մեզ զղջում։ Հիսուս չպատմեց։ Համաձայն ես։ Իհարկե, որ մեկը 100,000 տալանտ Շատ ճիշտ օրինակ բերեցիր դու։ Բարդ չէ, եւ գնաց ասեց, խնդրում եմ սպասիր եւ այլն, եւ ինքը ոչ միայն համաձայնվեց սպասելու, այլ ներեց ամբողջ իր պարտքը։ Եվ երբ ինքը դուրս եկավ, մեկին տեսավ, որ 100 տահեկան էր ամբարտ, այն օրը մեկը մեր մոտ քարոզում էր, ես դες բաներ չգիտեմ էլի, բացատրեց թե ինչպիսի տարբերություն կա 100 տահեկանի ու այդ 10,000-ի միջև, դա այդ սարսափելի մի բան է, որ ինքը թվերով բանով ասում էր եւ այլն։ Եվ ինչ էր անում ինքը։ Քո ասածն եմ ասում էլի, ինքը բռնեց ու խեղդում էր ու տարավ տվեց դադավորին, որբիսի իրան բանդ նստեցնեն եւ այլն։ Եկան իր պարտկատերին ասեցին, այն որ 10,000, այն մեծ, այն հզոր պարտքը դու իրան ներեցիր, դուրս եկավ 2 կոպեկի համար, խեղդում էր այդ մարդուն տարավ Դադաստանը։ Եվ ինչ ասեց, գնացեք, նրա սենց, նենց եւ այլն։ Բայց ինչի բարկացավ, ոչ թե որ նրա համար որ չներեց, այլ մոռացավ իր Մոռացավ որ ողորմությունը, ամեն որ Աստված մոռացավ։ Դե այդ Տերը հենց Աստված է, ուրիշ մեկը չէ։ Այդ մեծ պարտքը իմն ու քոնն է։ Այդ անարժանությունը մենք ենք, որ այդքան պարտքեր ունենք, ես այդ քո խոսքը դուզում եմ թակավորեցնել, որ մենք մեկս մյուսին որ գալիս ենք արդեն մեկս մյուսին, արդեն մեր մոտ սկսում է ուրիշ տեսակի պատմություններ, չունենք մենք այդ հոգին։ Դրա համար էլ սիրելիներ, եթե Աստված է արտարացնում մեզ մեղավորներից, որևէ պատճառով չի արտարացնում քեզ։ Միշտ էլ դες միտք այցելում է։ Երբ որ նայում ես նույնիսկ քունդանիկին, իմ աղբորս, իմ քրոջս, երբ որ իրանք անապաշխար են եւ այլն, մեկ էլ ասած միտք է տալիս քեզ քո հոգու թշնամին, դե քո մեջ մեկը տեսավ Տերը, որ դու ուրիշ ես։ Ինձ այցելում են տենց մտքեր սիրելիներ, որի հետ պետք է կռվել, որի հետ պետք է սիրելիներ։ Այդ պահին ես գիտեք ինչ եմ անում, ես փորձում եմ հիշել բոլոր իմ պղծություններս։ Ասում եմ ինքս ինձ ասում եմ, «Էսի նկատի ունես, թե որը դու նկատի ունես, այն քո առաջարությունները»։ Տերը թող օրհնի մեզ, սիրելի եղբայրներ ջան, քույրեր ջան, որ սա այս խոսքը Աստված է մեզ խոնարհեցնի սիրելիներ, որ ինքը մեզ արտարացրել է, մենք էլ կարողանանք այլոց էլ ինչպես Աբրահամ եղբայրը ասեց, խիստ չվարվել սիրելիներ։ Հիսուսը լեռան քարոզի գիտես ինչ թեմա բացեցիր դու գարի դու չես բացել սա հավիտենական թեմա է սա հիմքը սա եթե չեղավ մեր կյանքում մեր գործերը ոչ մի արժեք չունեն։ Սա է հիմքը։ Ինչ գործով պիտի դու։ Ախր չէ որ մենք կարտացինք հենց գործերի մասին է խոսում Պողոս Արաքյալը։ Ինչի մասին է ասում։ Արդ ինչ ասենք թե մեր Աբրահամ հայրը կդավ մարմնի կողմանը, որտեղ եթե Աբրահամը ասում է գործերով արտարացած լիներ, եթե գործերով, այլ հետո ինչ ասում է Աբրահամը հավատաց եւ այ հավատքը իրան արտարություն սեփվեց։ Այո։ Հիսուսը լեռան քարոզի վրա ասում է Երանի ողորմածներին, որովհետև դու զգում ես այդ բանը, այդ փոխադարձ գործարքը մեր եւ Աստծո միջև ինչ գեղեցիկ է։ Այսինքն ես նախ առաջինը ես չեմ կարա ողորմած լինեմ, միջև ողորմություն չգտնեմ։ Կարծես առաջինը իմ գործի վրա շեշտը դնում, բայց դա այդպես չի։ Հիսուսի ասածը շատ խորի իմաստուն է։ Այսինքն դու ողորմած ես լինում այն ժամանակ, երբ դու ողորմություն ես գտել։ Այո։ Այսինքն Աստծո ողորմությունը շատ պարզ է։ Երբ որ ես ինձ համար դա շատ թանկ է այդ ողորմությունը, ինձ դարձնում է ողորմած, որի արդյունքում ես նորից եմ ողորմություն գտնում։ Ինչքան է լինում, որ ուզում ես ողորմություն գտնես, պետք է սովորես լինել ողորմած։ Ինչպես
Նրա ողորմությունը ունենալով քո մեջ։ Ամեն եղբայր ջան, ինչ կա լինում, որ ասում եմ կյանքի փորձից, ամենայն ազնվությամբ ու անկեղծությամբ, լինում է, որ եկեղեցում որևէ եղբայր, որևէ քույր նույն հիմարությունը կներեկել ես բարի համար կրկնում է, դու նրան զգուշացնում ես, խնդրում ես, աղաչում ես, անցնում է միաժամանակ մեկ էլ ականջիդ հասնում է էլի, եւ գալիս է մի բա, որ էլ չես ուզում ողորմել, արդեն պես ըմբոստանում ես, ասում ես ես հիմա կամ բան, ես ասում եմ անկեղծ Հողի խոսք։ Անկեղծ եմ ասում, ես գիտես անկեղծ ասում եմ պես, ու մեկ էլ Տեր ինձ սիրում է նստեցնում է տեղս, ոնց որ ասում արիստեղ էլ ու սկսում է հիշեցնել, հիշում ես, քանի հազար անգամ արեցիր, ու ծերդ կամած եդես տանում, ու կամած մտածում ես, թե ուրիշ բան չունեմ անելու, ծունգի կամ աղոթեմ իր համար, որ իմ ուժերից վեր բան է, ես չեմ կարող այդ բանը անել, եւ տեսնում ես, երբ որ Տիրոջ միջամտությունն է գալիս, որովհետեւ Տերն է արտարացնում մեղավորից սիրելիներ, ուրիշ մեկը չկա։ Ես չեմ ասում սիրելի եղբայրներ ջան, քույրեր ջան, թե մենք եկեղեցում ոչ մեկի տարբերությամբ չզբաղվենք, ոչ մեկի սխալով չզբաղվենք, չէ, այդպես չեմ ասում, բայց չմոռանանք սիրելիներ, որ մենք արտարացանք Տիրոջով եւ Տերը կարող է արտարացնել եւ նրան դու ով ես որ ուրիշի ծառային տատում ես, ով ես դու։ Մի օրինակ եմ ուզում ցեզ ասել Պետրոս Արաքյալի մասին, հարց եմ ուզում տալ, բոլորս գիտենք, որ Պետրոսը ուրացավ Քրիստոսին։ Ոչ ուզում եմ բանալ կարտալ, ոչ ես, որ բոլորը գիտեք։ Հարցս հետևյալն է։ Ուզում եմ լավ ձևակերպել հարցս։ Ինչպիսի համբավ եւ ճակատագիր կունենար Պետրոս Արաքյալը իր ուրացումից հետո մեր եկեղեցիներում։ Եթե ինքը լիներ մեր եկեղեցու անդամ ու այսպիսի ուրացում կատարեր, հա։ Ես չեմ պատկերացնում, հասկանում եք, որ նման մեկը կարող էր որևէ հեղինակություն ունենալ մեր եկեղեցիներում։ Լինում է, որ մեր եկեղեցիներում, ասենք, ինչ-որ լավ եղբայրներ, քարոզիչ եղբայրներ, Աստծո շնորհք ունեցող եղբայրներ, որ ընկնում են մեղքերի մեջ։ Լինում են։ Ես չեմ ասում սիրելիներ, մեղքերի մեջ մարդկանց, ոչինչ որ մեղքերի մեջ ես այդպիսի հիմարություններ չեմ ասում, բայց ես խոսում եմ մեր խստության մասին։ Երբևիցե նման մեկը չէր կարող այլևս մեր եկեղեցիներում որևէ մի սպեսելի լուրջ առաքելություն անել եւ այլն։ Բայց մենք գիտենք սիրելիներ, հա, երբ որ կարտանք Հովանու Ավետարանի 21-րդ գլխի մեջ չեմ ուզում բացել կարդալ, բացեք, կարդացեք, ոնց ինչ հարցեր տվեց, հա, 3 անգամ նույն հարցը տվեց, ասեց, Սիմոն Հովնանի որդի, արդյոք սիրում ես ինձ։ Մեկ հարց տվեց, մենք որևէ մեկին ուզում ենք ձեռնադրել, այն 7 ուղնուցուձը քննում են ու չգիտես, ես շատ գիտեմ, նորից եմ ասում, ես չեմ քննադատում, ես ասում եմ կարգ ու կանոն է այսօրվա, հա, այսպես անպես է եւ այլն։ Մեկ հարց տվեց ընդամենը։ Արդյոք սիրում ես ինձ, արածեցրու իմ կարները։ Աստված արտարացնում է մեղավորին, այս է այսօր։ Հələ տես ոնց արտարացնում։ Պողոսի մասին ասեցինք արդեն, հա։ Հիմա այդ Պետրոսը, հա, տեսեք ովքեր են։ Եկեղեցու սյուները ովքեր են։ Հա, մեկը ուրացող, մեկը եկեղեցին քանդող, այդ այնցը արտարացնում Աստված։ Դու ասում ես, ես ներում եմ եղբայր, որ դու այն օրը ինձ ինչ որ մի վատություն արեցիր։ Թող Տերը քեզ ների։ Հանձնում եմ սենց։ Բայց դու ունես ես ինձ ներում, որ ես չեմ հասկանում, որ ինձ ներել ես։ Ոնց չեմ հավատում։ Ասում եմ, Դերասան կարե Արմեն Խոստիգյանը շատ շուտվա բան եմ ասում, մի անգամ նոր տարվա մի պատմություն պատմեց, ասում է մի հաղորդավարուհի կար, ասում է մի հատ շոր էր հագել, ասում է ներքևը փագա, ներողություն, ասում է ներքևը բաց է, վերևը փագա, ասում է արա, բայց այնպես փագա ոնց որ բաց ելնի։ Այնպես փագա։ Այնպես աներում կարծես թե ես ուղղակի քաղաքավարություն ենք մենք անում։ Ես քեզ ներում եմ։ Ես ոչ մի բան չունեմ իր հանդեպ։ Ուղղակի թող ինքը ինձից հեռու մնա։ Կամ էսպես։
Այսպես չեն արտարացնում սիրելի եղբայրներ, քույրեր։ Տեսեք Պողոս Պետրոսի ոնց է արտարացնում Աստված։ Սիրում են ինձ Պետրոս, հա, եւ բոլորս գիտենք, երբ որ նրանց հայացքները հանդիպեցին, երբ որ դեռ չէին խաչել Տիրոջը, երբ որ ինքը ուրացավ Տիրոջը եւ Տիրոջը բռնեցին, 3 անգամ ուրացավ եւ 3-րդ անգամ երբ ուրացավ, ավետարաններից մեկի մեջ գրված է, որ նրանց հայացքները հանդիպեցին եւ գրված է Պետրոսը դուրս եկավ ու դառն լաց եղավ։ Գիտեք, այդ ինչ հայացք էր, որ լացացրեց Պետրոսին։ Աշտարացնող հայացքներ էդի։ Սիրո, Այն սիրո հայացքներ, որ նայես, որ որևէ տարբերություն չկա, թե ուրացումից առաջ նույն ձև էր իրան նայում, թե ուրացումից հետո նույն սիրո հայացքն է, ոչ մի տարբերություն չկա։ Սա է արտարացնելը, սիրելիներ։ Եվ դրա համար էլ այս մարդիկ այս արտարացումը գտնելով խոնար մնացին մինչև մասիրելիներ, ինչու, որտև գիտեին ով էին իրանք, գիտեին թե ով իրանց որտեղից վերցրեց, ուր տրեց, եւ կյանքերը տվեցին բոլորը, մեկիկ Պետրոսի նման վախկոտ մեկը, որ ուրացավ Քրիստոսին, բոլորդ գիտեք այդ պատմությունը, չնայած ավետարանից չէ, որ նրան նույնպես խաչեցին, խաչել էին ուզում, եւ նա ինչ ասեց ինձ գլխի վայր խաչեք, նրա նման մի խաչեք, ես արժան չեմ նրա նման մեռնելու, եւ բացում է բժշկությունը, որ այդպես խաչվելն ավելի սարսափելի է, ամբողջ այդ ներսի օրգանները գալիս բերանից թափվում են մարդու, երբ որ գլխի վայր խաչում են մարդուն, ավելի սարսափելի բան է, որտեղից այդ համարձակությունը այդ արտարացումից սիրելիներ, որ ինքը տեսավ, ինքը գիտեր, ոնց որ եղբայրը հիշեցրեց ում է հավատացել։ Թող մեզ օրհնի, թանկագին եղբայրներ ջան, քույրեր ջան, ու շատ օրինակներ կարող են Փարիսեցու եւ Մաքսավորի աղոթքը հիշել, ես չեմ ուզում երկար պարագասել, եւ գիտենք թե մեկ իրան գովաղում էր կանգնած, այն մյուսներ իր կուրսքներ ծեծում եւ ասում էր Տեր, ողորմյա ինձ մեղավորից, եւ Տերը ինչ ասեց, արտարությունից են խոսում, հա? ով արդարացած գնաց ինքուն արդարացված։ Ղուկասի ավետարանի 18-16 ասում եմ ձեզ, թե սա, այսինքն Մաքսավորը արդարացած իջավ իր տունը, քան թե նա, ով ինքը իրան տադում էր։ Ես մի փոքրիկ ոտանավոր եմ ուզում ձեզ համար կարդալ, որի վերնագիրը արդարություն է։ Դու ես գրել։ Կարևոր չի, ես եմ գրել, բայց տեսեք, եթե մեկը մեզ ծուռ նայի, չբարևի ինչպես կուզենք, կամ էլ վերցրած պարտքն ուշացնի եւ խնդրի, որ քիչ համբերենք, ուրիշ ինչ որ չենք սիրում մենք, տեսնենք մեկին կատարելիս, անարտար է կասենք դժգո, մտքով ակսորելով հյուսիս։ Ազգերն անհաշտ ազգ ազգի դեմ ու բուն իր մեջ խռովարար, արտարություն են պահանջում մեկը մեկից լիրբ կռվարար։ Թագավորը ճիշտ չի տադում, բղավում են ամեն կողմից, արդարություն են պահանջում ամեն մեկը իր ոսողից։ Աչքի տեղ աչք, ձեռքի տեղ ձեռք, այդպես Աստված ինքն է ասում, գորգորում են հակած, կաբած, իսկ աչքերում ոխուց ասում, մեկն ասում է պաշտոն տվեք, մյուսը թե թոշակ սեքիչ, արդարություն չի կաշխարում, մենք դժգոհ ենք այս աշխարից։ Վայ թե մեկը հանգարց ընկնի, մեղադրվի մի հանցանքում, անարդար է կասենենի, ոնց մարդկանցից չի ամաչում, մեր աչքերի գերանները ծանր ու մեծ չենք նկատում, այլոց աչքի տաշեղները խիտ անդառ են մեզ երևում։ Արտար չկա, մեկն էլ չկա, ասում է խոսքն Աստվածային, եւ ինչ աղմուկ, ժխոր է սա, խառնվել են ծեր, նորացին, միայն Աստված է լոկ բարի, ասաց Տերը այն հարուստին, որ արդար էր իրեն կարծում, առանց ծնվելու վերստին։ Արտարությունն հենց այն է, որ մեղքով ծնված ենք մեր մորից, մաքանացում էր մարմնում ոչինչ չկա մեր սուրբ հորից, ու թե Աստված որ արդար է, վարվեր մեզ հետ արդարությամբ, պիտի այրեր մեզ գեհենում, բայց լիքն է նա համբերությամբ։
Ուստի եղբայր իմ սիրելի, եւ դու քույրիկ արտարադատ, հիշիր խոսքը մարգարեի եւ մի լինիր մեծ քննադատ, արտարություն պահանջելիս հիշիր, որ քո Տերը արտար, քեզ չտադեց արտարությամբ, քեզ հետ վարվեց ողորմապար։ Ով սիրում է արտարություն, ուրեմն թող իրեն տադի, քանզի եթե տադենք մենք մեզ, Տիրոջ կողմից չենք նախատվի, ողորմություն, ճշմարտություն, հալալ քույրեր են մի մորից, արտարությունն այն է, որ մենք ներող լինենք սրդի խորքից։ Հանենք արտար հակուստը կեղծ, որպես թզենու տերևներ, հակնենք արտարությունն Հիսուսի, նա է միակ փրկիչը մեր։ Եգիպտոսը հիշենք զատկին, գառան արյունը փրկարար, հավատալն է արտարություն, ողջ աշխարհի մարդկանց համար։ Դե ուրեմն սիրելիներ, որ զինվոր եք արտարության, հիշեք հավատքն Աբրահամի, որ վահանն էր իր փրկության։ Հիշեք, որ մեր փոփոխական սիրտը կարող է կարծրանալ, մի պահանջեք արտարություն, այլ փութացեք արտարանալ։ Արտարություն պետք չի պահանջել, այլ պետք է արտարանալ Քրիստոսի թափած սուրբ արյունով եւ հավատալ, որ Աստված է արտարացնում մեղավորին։ Տերը օրհնի ամենքիդ։ Ամեն։ Ի վերջո ես ուզում եմ նորից գալ այս մտքին, որ շատ կարևոր է։ Գիտեք, Գարնի եղբայր, վստահ եմ համաձայն կլինես ինձ հետ, ցուցիչներ կան հոգևոր աշխարհում էլ, օրինակ օդանավը բավականին շատ ցուցիչներ ունի։ Ավտոմեքենա ցուցիչներ ունի։ Նորմալ աշխատում Չուտ է տալիս, եթե մի բան փչացած ինքը։ Յուղը պակասա, լույս ավառում, վերջապես հոսանքի խնդիր կա, լույս ավառում, ցուցիչներով պետքա, եթե ցուցիչներին չմեղես, փչացնես ավտոն, չես կարա ջարդես այդ լույսը չվառվի։ Կարաս չես հա ճիշտ ես հիմա արդարացված լինելու ցուցիչը Աստծո կողմից արդարացված լինելու ցուցիչը սա է եթե թույլ տաս կանոն խոսալ սա է որքան ես դու քո դիմացինի հանդեպ ողորմած սա է ցույց տալի որ դու արդարացված ես, համաձայն ես, որ դու հավատում ես, որ դու արդարացված ես ոչ թե քո գործերից, այլ ողորմություն ես ստացել ես, եւ դու ողորմություն ստանալով, եթե ողորմած չես այլոց նկատմամբ, ես ասես կասեմ, խաբում ես, որ հավատում ես, որ Աստված է քեզ արդարացնում։ Նայ, խաբված վիճակ է դա։ Այո։ Կամ սխալ են քեզ սովորացրել։ Դու շուշուտ ասա, որ դու արդարացված ես, կամ դավանի որ դու արդարացված ես Դավիթ թագավորն ասում է մեղքը միշտ իմ առաջն է ուզում ես որ դու միշտ ողորմած սիրտ ունենաս միշտ հիշ թե որտեղից հանեց քեզ Աստված այո եւ դիմացինիդ հանդեպել նույնքան ողորմած ես միշտ հիշիր քո արածները ես ավելի շատ ասեմ դա նույնիսկ ավելին կասեմ ոչ թե նախքան ապաշխարել դարազները ապաշխարությունից հետո արածներն են իհարկե մի խապիր ինքդ քեզ եւ կտեսնես որ Աստված է արտարացնում մեղավորին։ Ուրիշ մենք, ես այդ օրինակը պատահական չբերեցի, ոչ թե դատապաշտպանը փորձում է ասել, որ այո մեղավոր է, բայց ողորմություն տվեք։ Ողորմություն չի խնդրում դատապաշտպանը։ Դատապաշտպանը փորձում է ապացուցել, որ մեղավոր չէ։ Այդպես է պաշտպանում իրան։ Եվ մենք էլ սիրելիներ Աստծո հետ հարաբերվելիս այս մեթոդը չկիրառենք, այսպես չի լինի։ Ամեն։ Մի բան էլ հիշեցի, սա էլ այս թեմայի շուրջ Գավի եղբայր երբ որ Հիսուսը բժշկեց 10 բորոտներին կամ ասենք արի նաև այս ձևով ասենք արդարացրեց այո այսօրվա թեմայի որ ասենք 10-ին արդարացրեց ասած գնացեք ձեր արդարությունը ցույց տվեք քահանային կամ բժշկվածներին որ մտնեք նորմալ կյանք մեկը դրանցից իրան հետաքրքիր չէր ոչ որ մտնի նորմալ կյանքի մեջ շատ խորն է տանում ճամփիկեսին ասաց մի րոպե սով էր ես ինչ արեց ինձ արտարացրեց որոդություն ես մեղավորության բանը չի ասենք սիմվոլը չի նույն իմաստ ունի արդա բայց զգում ես ստատիստիկան 10-ից 1-ն է այո 10-ից 1-ն է որ հետ է գալի ասի տենամ ով է սա խոնարհվեց իր առաջ ընդունեց իր արդարացված լինելը
հասկացավ, այո, հասկացավ թե ով իրան փրկեց, գնաց իրան մոտ եւ հասկացավ մի կարևոր բան, որ որևէ արժանիքի համար չէր տա։ Իհարկե։ Երբ որ արժանիքի համար լինի, է Սուրբ Գիրքը այստեղ գրված է, որ եթե դու արժանիքի համար են քեզ ինչ որ բան տալիս, դա ողորմություն է, դա վարձք է։ Ես ինչ որ գործ եմ արել քեզ համար, դու ինձ վարձատրում ես։ Եվ ես շատ սիրով եմ վերցնում գնում եմ, որովհետև դա իմ աշխատանքի վարձքն է։ Իրավունքն է։ Ես իրավունք ունեմ գնալու Փարիսեցու Մաքսավորի հենց աղոթքների տարբերությունը դա էր։ Նա իր վարձքն էր ուզում։ Տեր Աստված դու գիտես որ ես այսպես չեմ, այնպես չեմ, այս գործերն եմ արել, դու պիտի վարձատրես ինձի։ Բայց նա իր կուրսքն էր ծեծում եւ ասում էր ողորմյա ինձ մեղավորիս։ Ասում է սա ավելի արտարացած գնաց իր ատում։ Ամեն։ Եվ որովհետեւ մենք էլ եղբայրներ չան, քույրեր չան, արտարացած գնանք։ Ես տեղից դուք էլ ցեր չգիտեմ գտնված տեղերից, եկեք մենք այդ Մաքսավորի հոգին խնդրենք Աստվածանից, որ մենք սիրելիներ գիտենանք, որ մենք որևէ արժանիք չունենք այս արտարացման մեջ, նրա ողորմությունն է, որ ինձ արտարացրեց եւ այսօր բերեց ստեղ նստեցրեց։ Հասարակ խոսք չի սա, իրոք շատ։ Ինչպես որ մենք կարտացինք շատ օրինակներ եւ շատերն էլ դուք կարող եք ինքներդ հիշել։ Ամեն։ Գարնիկ եղբայր, շատ շնորհակալ ենք։ Աստված օրհնի, ապրան եղբայր։ Գիտես ինչ, նորից մենք վերհիշեցինք, թարմացավ մեր մեջ այս կարևոր խորհուրդը, գիտակցությունը, որ Տեր մենք արժանի չենք, բայց դու դա անում ես եւ շարունակում ես անել, համբերում ես մեզ եւ շատ անսպար, կարծես թե անսպար այդ համբերությունը։ Ես լինեի չէի համբերի։ Երբեմն այդպիսի տպավորություն է եղել մեր մեջ, որ կրկին անգամ սխալվելուց հետո երբ որ գալիս ես Տիրոջ մոտ մարդկորեն տրամաբանելով, որ վերջ արդեն Տիրոջ համբերությունը հատել է։ Վերջ, այո։ Արդեն ես իր տեղը լինեի, հարցը մենք դուծում ես որ նորից եւ դրա համար պետք է նաեւ վախենալ Աստծո եղբայր ջան։ Իհարկե, որ իհարկե, ամեն։ Եվ այս տեսակ ապաշխարություն զղջալ չի միայն։ Ապաշխարություն ինքը փաթեթ է, որ իր մեջ լիքը բաներ է ներառում։ Մեղքի խորը գիտակցություն, զղջում եւ հավատք, որ Տերը կարող է քեզ արդարացնել։ Այս երեք ֆակտորը եթե չլինի, կիսատ է մնում դա։ Դրա համար էլ աշխարհը մեզ ասում է երեկվա կողերը, երեկվա այսինչները եւ ու ճիշտ բաները ասում, հա, այսօր հավատացյալ են տարել, Ես ինչ գործ ունեմ, ինչքան փախած դենք է։ Դժվար է հավատալ, որ Աստված արտարացնում է նորագույն եղբայր ջան։ Այո, Գարնիկ եղբայր, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, սիրով եղբայր ջան։ Մեր սիրելի հայրը, որ երկնքումն ես, ես փառավորում եմ քո սուրբ ու թանկագին անունդ, որ ինձ հանցագործից նույնպես արտարացրեցիր Տեր, ով եմ ես եւ ով է իմ տունը Տեր, որ դու ուշադրություն դարձրեցիր իմ վրա։ Մենք պիպոստեի նման ուզում եմ ասել Տեր, որպես մի մեռած շան վրա Տեր իմ վրա էլ ուշադրություն դարձրեցիր եւ ինձ արտարացրեցիր այն բոլոր հանցանքներից ու պղծություններից, որոնց մեջ կայի Տեր ջան, եւ խոստովանում եմ երկնքի առաջ, մեր լսողների առաջ, որ նույնիսկ այն ժամ, երբ դու ինձ արտարացրեցիր, նրանից հետո մեկ անգամ չէ, որ ես խախտեցի այդ ամենը Տեր, բայց նորից քո ողորմությունը կդավ ինձ, նորից բերեց իր ահոդի մեջ Տեր, որի համար փառք, պատիվ, երկրպագություն Սուրբ անվանը։ Աղոթում եմ սիրելի եղբայրներիս ու քույրերիս համար, ովքեր հենց հիմա միացել եւ լսում են մեզ, որ այդ հավատքի հոգին տնես մեզանից յուրաքանչյուրի մեջ, որ դու արտարացնում ես մեղավորին, սա չի նշանակում մենք անպարտավան դառնանք, որովհետև դու մեզ արտարացնում ես, այլ ընդհակառակը երախտագետ սիրտ ունենանք եւ ապրենք մի նոր կյանքով, փառավորելով թանկ ու սուրբ անունդ, որ դու այդպիսի Աստված ես։ Փառքը քեզ, պատիվը քեզ, երկրպագությունը քեզ, սուրբ ու հավիտենական Աստված, հիմա եւ ընդմիշտ եւ հավիտյանս ամեն։ Ամեն։ Փառք Տեր։ Փառք Տիրոջը։ Ազոր փառք։ Այսօրը գարանտիա ունի իր մեջ մեզ համար, որովհետև մեր օրը սկսեցինք խոսքով, մանավանդ այս տեսակ խոսքը, որը նորից մեր մեջ թարմացրեց այս խորհուրդը բարձր, նա է մեզ արդարացնողը, եւ Պողոսի պես ասենք համարձակությամբ մոտենանք շնորհքի աթոռին, ամեն, որպեսզի ողորմություն
եւ շնորհք ստանանք նրանից։ Սա է մեր բաժինը։ Սա ամենալավ բարի բաժինն է, Հիսուս ասաց, որ ոչ ոք չի կարող Նրանից վերցնել Մարիամից մեր ձեռքից վերցնել, Մարիամի ձեռքից վերցնել կամ այն տեսակների, ովքեր սիրում են Աստծո ողորմությունը ունենալ իրանց կյանքի մեջ մեղքի խորը գիտակցության եւ զղջման արդյունքում։ Այստեղ չի խրախուսվում մեղքը, այստեղ խրախուսվում է Աստծո ողորմությունը եւ շնորհքը։ Հալելույա։ Շնորհակալ ենք Գամիգե։ Տերը քեզ շատ օրհնի։ Սիրելի քուրեր, եղբայրներ, մենք կհանդիպենք առաջ Աստված վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։